Բաքուն աշխարհի ամենաաշխարհիկ եւ տոլերանտ քաղաքներից է։ Այստեղ տարբեր ազգերի եւ կրոնների ներկայացուցիչները դարեր շարունակ հաշտամերաշ ապրել եւ ապրում են կողք կողքի։ Այստեղ պահպանվել եւ վերականգնվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնց թվում է Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին, որը վերականգնվել եւ որպես ճարտարապետական հուշարձան պաշտպանվում է պետության կողմից։ Նշեմ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի հայկական եկեղեցին կառուցվել է 1887 թվականին եւ 100 տարուց ավելի եղել է հայերի գլխավոր պաշտամունքի վայրը։ Я приехал с Украины. Ես եկել եմ Ուկրաինայից։ Զրուցելով այնտեղ ապրող Բաքվի հայերի հետ, իմացա, որ այստեղ վարվել եւ ավերվել է հայկական եկեղեցին։ Ես չհավատացի նրանց եւ գալով այստեղ որոշեցի ինքս համոզվել դրանում։ Ինչպես տեսնում եմ, այն կանգուն է, վերականգնվել է պետության կողմից եւ շատ լավ վիճակում է։ Վերադառնանք հերավոր 1988 թվականը, երբ Հայաստանի ղեկավարությունը նորից բարձրացեց Ադրբեջանի անբաժանելի մասը հանդիսացող Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու հարցը։ Ոգեշնչված մեծ Հայաստանի ստեղծման գաղափարով հայերը ադրբեջանցիների նկատմամբ էթիկական մաքրազտում իրականացրեցին։ Սպանվեցին հազարավոր ադրբեջանցիներ, օկուպացվեց Ադրբեջանի 20% տարածքը, 1 միլիոն ադրբեջանցի փախստական դարձավ։ Հայ օկուպանտների կողմից ոչնչացվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանի բռնազավթված տարածքներում բոլոր պատմական եւ ճարտարապետական հուշարձանները։